Ողջույն հարգելի ռադիոընկերներ, Գործարար Ալիքի եթերում 2X հաղորդաշարն է եւ ես Մանե Բարեղամյանն եմ ու այսօր զրուցելու ենք Երևան Մոլի փոխտնօրեն եւ բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանի հետ։ Ողջույն Շուշան։ Ո՞նց եք։ Գերազանց։ Շատ ուրախ եմ, որ այսօր էստեղ եք, որովհետեւ կարծում եմ, որ ձեզ հետ շատ թեմատիկ եւ շատ հետաքրքիր զրույց կունենանք հատկապես կանանց առաջնորդության թեմայով։ Ինչպես գիտեք, մեր ոդկասթը հենց կանանց առաջնորդության մասին է եւ այստեղ շատ խոսում ենք կանանց առաջնորդ դիրքերում լինելուց եւ քանի որ ձեր կարիերայում դուք հիմա էլ ղեկավարում եք բավականին մեծ թիմ, ուզում եմ իմանալ դուք որպես կին առաջնորդ ինչպիսի հետաքրքիր process-ներով եք անցնում, որովհետեւ ես ինքս տեսնում եմ, որ կանայք շատ թիրախավորվում են տղամարդկանց կողմից, երբեմն նաեւ լինում է ոչ լուրջ ընկալումը կանանց մասով։ Հետաքրքիր է, դուք ո՞նց եք ձեզ զգում որպես կին առաջնորդ ձեր ղեկավարման process-ում։ Մի քիչ ենթատեքստից կուզեմ հանենք տղամարդկանց, ասեմ ինչի, որտեվ խնդիրը ես դիտարկում եմ ավելի խորքային հենց կանանց մեջ, որովհետև կանայք շատ ժամանակ չեն որոշում լինել առաջնորդ, կանայք շատ ժամանակ ունեն վախեր եւ կանայք շատ ժամանակ չեն կարողանում անել ընտրություններ։ Սա լավ ու վատի մասին չի, միգուցե սա մեր դաստիարակության մասին է, հա, ինչ են մեզ մանկուց կանանց աղջիկներին սովորեցնում։ Լինել լավ երեխա, լավ աշակերտ, հետո լավ ուսանող, հետո լավ կին, հետո լավ մայր, այս լավ լինելու կոդը այնքան ֆունդամենտալ է նստում հաճախ կանանց մեջ, որ կարիերայի զարգացման եւ առաջնորդության ճանապարհին հաճախ կանանք բախվում են այս դիլեմային՝ լինել լավը, թե կարողանալ կատարել ընտրություն, թե կարողանալ ազդեցիկ լինել, որովհետեւ շատ ժամանակ լավը նշանակում է լինել ընդունված, լինել հարմար, լինել ընկալելի, իսկ ազդեցությունը դրա լրիվ հակառակն է։ Ես անձամբ բախվել եմ դրան եւ ինչ-որ մի պահի որոշում եմ կայացրել չլինել հարմար եւ չլինել սիրելի բոլորի համար, որտեվ դա կամայական կյանքի պայման չէ լինել սիրելի բոլորի համար, բայց կանանց մեջ այնքան նստած է դա, այնքան արմատացած է, որ մենք վախենում ենք օրինակ կայացնել որոշում, որովհետեւ մեզ չեն սիրի, որտեւ այդ դեպքում մենք չենք դիտարկվի որպես լավը։ Մենք միշտ ուզում ենք լինել մեղմ, կանացի, չնայած որ ազդեցիկ լինելը երբևիցե չի նշանակում լինել կոշտ ու կոպիտ։ Ազդեցիկ լինելը եւ ազդեցություն ստեղծելը քո ներկայության մեջ է, նույնիսկ լուր ներկայության։ Հաճախ այս երևույթները երբ որ բախվում են, տպավորությունն է, որ կանայք չունեն հնարավորություններ, որ չափազանց այո մասկուլին աշխարհում, այդտեղ սոլիդար եմ ձեր հետ, չափազանց մասկուլին է մեր աշխարհը, կանանց չի տրվում հնարավորություններ, բայց նաև ես դիտարկում եմ, որ կանայք իրենք են բնույթով ոչ շատ համարձակ, լավ այսպես ասեմ։ Համաձայն եմ ձեզ հետ, համարձակության հետ կապված մի քիչ ստանդարտները կարող են տարբեր լինել, որովհետև շատերը կյանքի կամ կարիերայի սկզբնական հատվածում չունեն այդ համարձակությունը, ժամանակի ընթացքում փորձի շնորհիվ են ձեռք բերում, մարդիկ կան, ովքեր ի սկզբանե առանց փորձի էլ շատ համարձակ բնավորության դրսևորումներ ունեն, որոնք որ խարիզմատիկ կերպով շատ կարողանում են դրսևորել։ Բայց այստեղ հետաքրքիր է կնոջ համար այդ պատասխանատվություն վերցնելը, հա, ձեր տեսակետներից հետաքրքիր որոշումներ կայացնելը, անգամ այդ որոշումը, որ կարող եմ նաև այսուհետ լինել չսիրված, դա դժվար է։ Իհարկե դժվար է։ Դա խաղի կանոն է փոխում, ստատուս կոն է փոխում քեզ համար որպես կին։ Բարդ է, ոչ ոք չի ասում, որ հեշտ է, բայց դա ոնց որ ընտրություն է ամեն մեկի համար, շատ ինդիվիդուալ։ Ինչ որ պահի ես միշտ ունեմ վախեր եւ միշտ եմ ունեցել վախեր, բայց նաեւ եղել եմ համարձակ, այսինքն խնդրի կենտրոնում եղել է ոչ թե արդյոք ես վախենում եմ հարցը, այլ եղել է ես վախենում եմ եւ արդյոք կանեմ այնուամենայնիվ հարցը։ Այսինքն իմ որոշումների կայացման հիմքում երբեք չի եղել վախը, բայց ես միշտ ունեցել եմ վախեր, այսինքն տպավորություն թող չստեղծվի, որ ես աշխարհի ամենաանվախն եմ։ Չէ, ես մինչև հիմա ունեմ վախեր, ես ունեմ խոցելի տեղեր, բայց ընտրությունը, որը կայացնում եմ, չի լինում ուղղորդված վախով,
այլ ավելի շատ համարձակությամբ։ Գիտեք ինչն է հարցը, որ կանայք առհասարակ ինձ թվում է մարդկային բնույթ է, սպասում են միշտ իդեալական պահի ինչ որ բան անելու համար, բայց աշխարհը այդպես չի կառուցված, ցավոք սրտի։ Աշխարհը չի սպասում եւ չի ստեղծում քեզ համար իդեալական պահեր։ Դու ուղղակի անում ես քայլեր եւ ժամանակի ընթացքում գալիս է այդ ինքնավստահությունը, համարձակությունը։ Այ հաղորդման գալուց առաջ իմ գործընկերների հետ այդ թեման էինք քննարկում։ Գործընկերներիցս մեկը ասում էր, ախր իդեալական չի ստացվում այս product-ը ինչքան անում ենք, ու դա ասացի, որ գիտես, եթե իդեալականության հետևից ընկնենք, երբեք իդեալականության մեր ցանկալի արդյունքին գուցե չհասնենք։ Կարևորը ինչ որ բան անելն է եւ process-ում դա իդեալականացնելը ամենաաշխատող մեթոդը ըստիս է, բայց որոշումների ու վախերի մասով եմ ուզում էլի շարունակենք, որովհետև շատերին թվում է ձեր կերպարից ելնելով, որ դուք շատ համարձակ եք հիմա էլ ունեք բլոգ, որտեղ կիսվում եք ձեր փորձառությամբ, ինչ որ պահի նաև кейսեր եք ներկայացնում ձեր անցած ճանապարհից։ Շատերին թվում է, որ այո, Շուշանը շատ համարձակ է ու գուցե այդ վախերը նաև չկան, բայց հետաքրքիր է այդ վախերի հետ ոնց է կարերեսվում, ոնց է հաղթահարում։ Ուղղակի համարձակություն եք դրսևորում, թե ամեն դեպքում հոգեբանական մի հատ process է, որի միջով անցնում եք, ձեր ներքին այդ վախերի միջով ինչ որ բաներ քանդելով, փոխելով ու գնում եք ձեր ուզած կողմով։ Նայեք, որպեսզի պատկերացնեք, վախերը իմ կյանքից ոչ միտեղ չեն անհետանում։ Իրանք չեն վերանում, իրանք միշտ կան, ուղղակի ես սովորել եմ ապրել իրենց հետ, այսպես ասել, համակեցության կանոններ ենք սահմանել իրանց հետ, որ իրենք ինձ չեն խանգարելու։ Ես իրենց թույլ եմ տալիս լինել, բայց իրենք ինձ չեն խանգարելու։ Այո, դա լուրջ աշխատանք է ինքդ քեզ հետ, չեմ ուզում տենց բարդացնեմ հոգեբանական քանդել նորից ինձ հավաքել մոդելի մեջ չեմ ուզում գնամ, բայց այո, դա աշխատանք է, թողնել իրենք գոյություն ունենան, բայց ապրել իրենց հետ։ Այո, ես շատ համարձակ եմ եւ դա ուղղակի տպավորություն չի։ Իմ ամբողջ հաջողության հիմքում կանգնած է իմ համարձակությունը եւ համառությունը։ Ու ես շատ եմ դրա մասին խոսում։ Ինչի եմ ուզում ես որոշում կայացնելու բլոգից նաև գնամ հաջողությանը, որովհետև թյուր կարծիք կա, որ հաջողության հասնում են ամենախելացիները, ամենակարդացածները, 101 հատ լավագույն բու հավարտածները։ Ես ոնց որ մարտահրավեր եմ փորձում նետել դրան, որովհետև իմ փորձով ապացուցված դա այդպես չէ։ Հաջողության հասնում են համարձակներն ու համառները, ովքեր չեն կոտրվում, ովքեր չեն վախենում սխալվելուց, թույլ են տալիս իրենց սխալվել։ Եվ շատ եմ ունենում այս թեմայով բանավեճներ, նաև խոսել եմ այդ մասին իմ բլոգում, եթե այդքան խելացի ես, ինչու հաջողակ չես, ինչու շատ փող չես աշխատում։ Ամեն անգամ շատ իրոք նյարդայնանում եմ նման նախադասություններից, որտեղ դրանք իրար հետ ոչ մի գծային կապ չունեն։ Ես կարևորում եմ ակադեմիական կրթությունը, ինքս ավարտել եմ մի քանի բուհ, որը ինձ համար շատ դռներ է բացում, օգնում բացել, որովհետև պետք է լինի այդ հիմքը, բայց չես կարող կառուցել այդ հիմքը եւ կանգնել, չէ՞, դու պետք է բարձրացնես այդ հիմքը, իսկ բարձրացնում ես հիմքը համարձակությամբ եւ համառությամբ։ Այսինքն հաջողությունը ինձ համար չի կերտվում այն կետում, երբ որ ես հասա ինչ-որ բանի, ունեցա ինչ-որ մի բան, որը շատ ուզել էի։ Հաջողությունը դա ինձ համար ճանապարհ է, ոնց որ իմ journey-ն է, եթե կարելի է այդպես ասել, ես տենց եմ անվանում իրան։ Եթե գանք ձեր ճանապարհին, ուզում եմ զուտ մեր ունկնդիրների համար էլ մի փոքր այսպես ակներ կանենք, թե դուք ոնց եք այսօրվա ձեր կորպորատիվ կարիերայի այս կետում հայտնվել, ինչ ճանապարհ եք անցել, կարող եք նաև կրթությունից խոսել։ Ես սկսել եմ կարիերայի ամենաներքևի աստիճանից, ես աշխատել եմ որպես ընդունարանի աշխատակից 19 տարեկանում, բայց ունեցել եմ մեծ երազանք միշտ, այսինքն ես իմ աչքի առաջ միշտ ունեցել եմ, թե ինչ եմ ուզում հետո անել, ինչպիսին եմ ինձ հետո ուզում տեսնել, ընդհուպ միջև ես ինչ տեսք ունեմ, ինչ դիրք ունեմ, որտեվ եթե իմ աչքից կորցնեմ այդ պատկերը, ես դժվար կգնամ այդ պատկերին, կոնկրետ իմ դեպքում շատ կարևոր է միշտ տեսնել ես ուր եմ գնում, եւ սկսել եմ ամենատակից եւ իրական հպարտ եմ դրանով, որովհետև հիմա պատկերացնում եմ կորպորատիվ աշխարհի բոլոր աստիճանները ոնց են աշխատում եւ ոնց պետք է իրականում լինի։ Եվ ընթացքում
շատ օրգանիկ աճ եմ ունեցել անընդհատ ինքս ինձ վրա աշխատելով։ Հա չեմ ուզում խոսել այդ self-made-ության մասին, որովհետև այդ կլիշեները այնքան շատ են հիմա շահարկվում, խոսացվում, այո, մենք բոլորս մեզ կերտում ենք, չենք ստեղծում, ու ես էլ եմ ինձ կերտել, ահա որ շատ սխալվելով։ Երբ որ նոր ինձ հրավիրեցին Երևանում որպես մարքեթինգի տնօրեն միանալու թիմին 12 տարի առաջ, ես բացարձակ գաղափար չունեի, ինչպես պետք է այդ ամենը անեմ, բայց ես ունեի տեսլական։ Ես ունեի մտքեր, գաղափարներ, բայց ես բացարձակ չգիտեի ոնց է դա պետք անել, որովհետև այդ ժամանակ կար մեկ մոլ Երևանում, այլ մոլ, եւ բացվում էր երկրորդ ամենամեծ մոլը, մենք որևէ մեկս մոլ չէինք աշխատացրել, մոլի մարքեթինգով չէինք զբաղվել, բայց ես այնքան սիրով ընդունեցի այդ հրավերը եւ մարտա հրավերը ինքս իմ առաջ, որտեվ մի բան էր, որը ինձ կոփելու էր։ Վստահաբար գիտեի, որ մի բան էր, որը ինձ նաեւ կոտրելու էր, բայց ոնց որ դա իմ ուղին էր ու իմ որոշումն էր։ Ես դրա համար ինքս ինձ ամեն օր շնորհակալություն եմ հայտնում։ Ոչ դեզերքին, ոչ հաջողությանը, ինքս ինձ, ու նաև խորհուրդ եմ տալիս էլի կանանց մեկ-մեկ կարողանալ իրենք իրանց շնորհակալ լինել։ Ու երբ որ եկա նոր ընդունեցի այդ հրավերը, առաջին ոնց որ մեր ղեկավար կազմի միտինգներ, ժողովներ, այսպես ասած, որտեղ մասկուլին շրջապատ էր շատ մեծ, տղամարդիկ, եւ այդ կասկածներով լի հայացքները միջև հիմա ես իրանց տեսնում եմ, դե ինչ պետք է անի այս կինը մեր մեջ, ով մեծ փորձառու տղամարդիկ եւ այլն, ես էլ պակաս փորձառու չէի, բայց այդ ոլորտում լրիվ նորեկ էի։ Բայց դա ինձ չվախեցրեց, հակառակը դա եղավ այդ անկյունակարային, հա, սենց հիմնակարային պահը, որտեղ ես հասկացա, որ ես նախ առաջինը ինձ բան ունեմ ապացուցելու, որ ես կարող եմ, որ այդ որոշումը, որը որ ընդունել եմ, պատասխանատու եմ դրա համար, առաջինը ինքս ինձ համար։ Եվ մենք նաև կանայք շատ մոլուցք ունեն, չէ, նաև աշխարհին ինչ որ բան ապացուցելու, աշխարհին, այո, այդ ժամանակ ես էլ որոշեցի աշխարհին եւ այդ բոլորին ինչ որ բան ապացուցել, ինչը հետագայում կարիերայի զարգացման ու իմ տարիքի հետ աճի, անձնային աճի հետ հասկացա, որ ընդհանրապես պետք չի որևիցե մեկին որևէ բան ապացուցել, միակ մարդը ում դու պետք է ապացուցես, դա դու ես, քո երեկվա եսը, քո վաղվա եսը եւ այլն, բայց ունեցել եմ այդ սխալ մտածելակերպը եւ չեմ ամաչում դրանից, որովհետեւ եղել եմ այդ ժամանակ, չգիտեմ, փոքր 28 տարեկան կամ 30 տարեկան, հա։ Եվ այդ պահից սկսեց հենց իմ ավելի հասուն եւ ավելի բուրըն կորպորատիվ ճանապարհը, ու շատ դժվար մարտահրավերներով լի, բայց ամեն օր ավելի դրայվով ու էնտուզիազմով եմ աշխատել, որովհետև զգում էի, որ ինչ որ մեծ բանի մի մաս եմ, որտեվ տարիներով փորձով հիմնավորված սկսեցի զգալ այն ուժը եւ այն ազդեցությունը, որ ես ունեմ ընկերությունում, եւ դա ինձ էլ ավելի շատ թևեր տվեց։ Այսինքն երբ դու տեսնում ես քո արածի արդյունքը եւ տեսնում ես, որ թե շուկան, թե ներքին մարդիկ հասկանում ու գնահատում են քո արածը, թեւավորվում ես, չէ, ամեն դեպքում մեզ միշտ պետք է ինձ թվում է կողքից ծափահարություններ, ծորտ հոգեբանություն է, մեզ միշտ պետք է գովասանք, բայց նորից հիմա այս իմ կարիերայի եւ այս իմ կյանքի փուլում եկել եմ դրան, որ դրանից պետք է ազատվել։ Պետք է դու միայն քեզ համար լինես։ Բայց ունեցել եմ այդ mindset-ը։ Դե բոլորս ունենում ենք մեր զարգացման փուլերը, չէ՞։ Ասում ենք ոնց կարա ես օրինակ փորձեի ինչ-որ բան ապացուցեի, ինչի համար էր դա ինձ պետք, բայց նաև ասում եմ, եթե այդ պահին տենց էր, ուրեմն այդ պահին քեզ տենց էր պետք, չեմ խարազանում ինձ, չեմ մեղադրում ինձ, այդպես էր պետք ինձ իմ կյանքի այդ փուլում։ Ու գնում եմ առաջ, ու հիմա բավականին մեծ ազդեցության շրջանակ ունեմ, ինչը ինձ շատ դուր է գալիս, որովհետև ես եմ կերտել այդ ավելի շուտ իմ ամենօրյա աշխատանքի, ինքս ինձ վրա աշխատանքի, մարդկանց հետ աշխատանքի, ճիշտ ու սխալ աշխատանքի արդյունքում եկել եմ այն կետին, իհարկե դա վերջնակետը չէ, բայց եկել եմ այն կետին, որտեղ ինձ շատ արդեն դուր է գալիս ամեն ինչ, այն ինչ կատարվում է իմ կյանքում։ Ապացուցելու մասով եմ ուզում
մի մեկնաբանում անել, իրականում հոգեբաններն էլ հիմա պնդում են, որ երբ մարդը ձգտում ունի հասարակությանը որևէ բան ապացուցելու, դա առաջին հերթին այն միտումն է, որ ինքը հասարակությանը ապացուցելով առաջին հերթին իր համար է այդ բենեֆիտները հավաքում, այսինքն ինքը համոզվում է, որ այո, նա ապացուցելու միջոցով նա կարողանում է իր ինքնագնահատականը սնել, կերտել եւ ավելի բարձր կարծիքի գալ, ինչու՞ չէ, եւ դա ինձ թվում է նորմալ է, բոլորս էլ ինչ որ չափով անցնում ենք այդ հասարակության ճնշման եւ հասարակության այդ ծափահարությունների կողքով, որը բնականon process է իմ կարծիքով, իսկ երբ ինքդ գալիս ես արդեն դեպի քո անձը, ինքդ քեզ ապացուցելուն, երբ հասկանում ես, որ ամեն բան պիտի քո համար անես եւ դրանք ավելի շատ քեզ համար պիտի ընդունելի լինեն, ինձ թվում է դա այդ ճանապարհի այն հոգեկան հասունության հատվածն է, որ ինչ որ մի կետից դա հաստատ սկսվում է մարդկանց մոտ ու արդեն եւ ճանապարհդ է փոխվում եւ մտածելակերպդ եւ ինչու ոչ ղեկավարման process-ները տեն փոխվում, ամեն բան սկսում է տարբերվել։ Ինձ հետաքրքրում է դուք հիմա ձեր բաժնում, ձեր ենթակայությամբ քանի աշխատակից ունեք եւ ինչքան աշխատակիցների հետ եք աշխատում։ Ընդհանուր առմամբ կազմակերպչական ստրուկտուրայի առումով իմ ենթակայության տակ 80+ մարդիկ են, մոտ 90 եւ ավել, որի մեջ մտնում է բիզնեսի զարգացման ամբողջ բլոկը, մարքեթինգը, պրոդուկտների զարգացումը, մտնում է մեջ retail բիզնեսի երկու բլոկերը, վարչանքի կենտրոնը եւ կինոթատրոնը, բայց դա վերջին 1 տարում, իսկ դրանից առաջ ամբողջովին միայն բիզնեսի զարգացման բլոկն եմ ղեկավարել, այսինքն մարքեթինգը, ռազմավարությունը, տեսլականները, հետո դրանց կատարումը, ընդհանուր առաջ տանելու բիզնեսի բլոկերն են եղել։ Հիմա արդեն ավելի մեծացել է ղեկավարման շրջանակը եւ դրա հետ մեծացել է պատասխանատվության շրջանակը, որովհետեւ աշխատում եմ շատ տարբեր սերունդների եւ տարբեր մտածելակերպ, հոգեկան հասունություն, էմոցիոնալ հասունություն եւ մենտալ հասունություն ունեցող մարդկանց հետ, ինչը ինձ անձամբ շատ հետաքրքիր է, բայց նաեւ բարդ, որովհետեւ պետք է կարողանաս ամենքի հետ խոսել իրենց լեզվով, ամենքին կարողանաս ոգեշնչել ու ճանապարհ ցույց տալ իր ձևով, որտեվ չես կարող նույն կոշիկը չէ բոլորին հագցնել։ Եվ ունի իր բարդությունը իրականում, բայց ես ամեն օր վայելում եմ իմ դերը։ Այդ դա է ուզում խոսեինք, որովհետև ձեր բլոգը ուսումնասիրելուց հետո ես տեսա շատ հետաքրքիր պատմություններ, փորձի փոխանակում, որտեղ դուք պատմում եք ձեր անցած ճանապարհի մասին, ձեր կարծիքի եւ տեսակետի մասին, բայց երևում է, որ դրա ետևում մեծ փորձառություն է կանգնած, այսպես ասած, եւ շատ ժամանակ խոսում եք աշխատակիցների ավելի երիտասարդ սերնդի հետ համագործակցելու մասով ու շատ հետաքրքիր է այդ red flag-երի հատվածը, երբ անընդհատ խոսում եք, ռիլեր եք նկարահանում red flag-երի մասին։ Հետաքրքիր է այս նոր երիտասարդ սերնդից ինչ հետաքրքիր չեմ ուզում ասել կարծիք ունեք, ինչ հետաքրքիր բաներ եք տեսնում, որոնք ձեզ դուր են գալիս եւ ինչու ոչ, որոնք նաեւ ձեզ վանում են որպես գործատու, որպես ղեկավար։ Ու նաեւ այստեղ ավելացնեմ, որ սովորում եմ իրենցից այդ վախենալու չի, այս նոր սերնդից ես ահագին բան եմ սովորում, հիմա սկսեմ նրանից, որ ես աշխատում եմ միլենիալների եւ ջենզեթերի հետ, անձամբ լինելով միլենիալ, ես գիտեմ մենք ինչ ձև ենք, չէ՞, միլենիալները, աշխատասեր, workaholic, ոնց է հայերեն, մոլուցք ունենք աշխատելու, անընդհատ արդյունք տալու, մեր արդյունքը ցույց տալու, մենք սիրում ենք հեղինակություն ունենալ, մենք սիրում ենք հեղինակություն ստեղծել, հա, ու մենք աշխատում ենք 24/7, տենց ուտում ենք իրականում մեր համակարգչի դիմաց եւ այլն, ու մեկ էլ գալիս է մի հատ սերունդ, ով դնում է սահմաններ անձնական գործնականի, ինչը ինձ շատ դուր է գալիս, այս կտորը ես իրենցից վերցնում եմ եւ սովորում եմ, ով իդեպ այդքան չի ճանաչում հեղինակություն եւ չի ընդունում հեղինակություն, որովհետեւ այդ սերունդի համար հեղինակությունը իր well-being-ն է, լավ լինելը, իր կյանքի եւ աշխատանքի բալանսը, ինչ եմ ես անում աշխատավայրում, որը ազդեցություն ունի դրականորեն իմ կյանքի վրա։ Սա իրանց կրեդոն է։ Այսինքն, եթե ջենզեթը չի կարողանում գնալ յոգայի եւ պիլատեսի, որովհետեւ աշխատանքային պարտականությունները շատ են կամ ղեկավար անձնակազմը շատ խնդիրներ է դնում իր առաջ, վերջ խախտվում են իր առաջնահերթությունները։
ու դա շատ նորմալ է եւ դա շատ ընդունելի է։ Ես վերջին մի քանի տարում ինքս փորձում եմ իմ մեջ զարգացնեմ եւ կարողացել եմ զարգացնել, որ աշխատանքը դա ուղղակի աշխատանք է։ Մենք մեր աշխատանքը չենք։ Չնայած որ միլենիալները ու եւ ես ներառյալ շատ տարիներ այդպես եմ կարծել։ Մեր ասոցացումը մեր աշխատավայրի դերի հետ շատ ուժեղ է։ Մենք սերտաճած ենք մեր դերի հետ աշխատավայրում։ Gen Z-երը չունեն դա, իրենք ավելի ազատ են, իրենք ավելի անձնական տարածքներ ունեն, իրենք ինձ համար մի քիչ հոգեբանորեն էմոցիոնալ առումով մի քիչ ավելի թույլ են, քան միլենիալները, որտեղ մեր մեջ կա մի հատ sense ներքին ուժ, թողներեն ինձ բոլոր Gen Z-երը, ես իրենց լավ կողմերից էի հիմա խոսում, բայց իրենք մի քիչ իմ համար էմոցիոնալ առումով ավելի թույլ են, ավելի քիչ դիմացկուն են տարբեր մարտահրավերներին, ինչը լավ ու վատի մասին չէ։ Ես չեմ գնահատական տալիս, ես ասում եմ, որ այդպես է, միգուցե դա այդպես իրենք ավելի հեշտ են ապրում։ Միգուցե այո, իրենց պետք է անպայման burnout-ների մասին խոսել հոգեբանի հետ, միգուցե պետք է գնալ յոգայի եւ պիլատեսի, որպեսզի բաց թողնել այդ կուտակված միգուցե լարվածությունը, հա, ստեղծված աշխատավայրում կամ հետո միլենիալները մի տեսակ sense ներքին ուժ ունեն կարողանալու անջատել անձնական ու գործնական հարցերը, հա, մենք աշխատավայր հիմնականում կլինեն բացառություններ, բայց չենք բերում մեր անձնական խնդիրները։ Gen Z-երը բերում են, եթե իրենք այդ օրը վատ տրամադրությամբ են, կռվել են boyfriend-ի հետ կամ անպատասխան սիրո են հանդիպել, անպայման դա երևում է իրենց աշխատանքի մեջ եւ տված արդյունքի մեջ։ Մանավանդ երբ որ աշխատում ես ստեղծագործ թիմում, հենց հիմա ես բախվում եմ դրան, ստեղծագործ թիմում ունեմ հարց, որտեղ ունեմ էմոցիոնալ անձնական հարցերով մարդ, ում արած արտադրանքի մեջ ես տեսնում եմ այդ էմոցիան։ Շուկան միգուցե չի տեսնում, բայց ես տեսնում եմ, որտեղ այդպիսի մարդիկ են, այդպիսի երեխեք են եկել, ովքեր որ ես պետքա մեջից լավ լինեմ, որպեսզի կարողանամ աշխատեմ, ես պետքա well-being-ը ստեղը լինի, happy լինեմ, ամեն ինչ տեղը լինի էմոցիոնալ, որ ես կարողանամ աշխատեմ։ Ընդունելի դիրք է լրիվ։ Դրա համար դժվարությունը կարողանալ աշխատել այդ երեխեքի հետ, ովքեր իրապես տաղանդավոր են, իրապես մեծ հեռանկար հաստատ ունեն, տեսնում եմ այդ պերսպեկտիվան իրենց մեջ, բայց ունի իր բարդությունները իրենց հետ աշխատելու, հա, այդ մոտեցումները մանավանդ, որ դու այլ սերունդի ներկայացուցիչ ես։ Մի քանի անգամ ավելի դժվար է կարողանալ քո մեջ զարգացնել իրենց սերունդին հարիր որոշակի հմտություններ, որ կարողանաս իրենց հետ աշխատել, որովհետև լավն են, լավ արժեք են տալիս, բայց ունեն իրենց դժվարությունները։ Շատ եմ ինքս ինձ վրա աշխատում այդ առումով, որ կարողանամ այդ երեխեքի հետ աշխատել եւ կարողանամ զարգացնեմ ինձ մեջ այնպիսի հմտություններ, որոնք կարծագանք են օրինակ իրենց մեջ։ Եվ տեսնում եմ, որ որոշ իմ հմտություններ եւ իմ սերնդին հատուկ ինչ որ գծեր նաեւ արձագանքում են իրենց մեջ։ Ինձ դուր է գալիս դա, երբ որ չկա այդ բախումը սերունդների, այլ կա իրարից սովորելու, իրարից վերցնելու, իրար հասկանալու այդ, հա, էմոցիոնալ ինտելեկտ ենք դրան կոչում, իդեպ շատ թրենդային բառ է դարձել, բայց գաղափար չունենք մենք դրա մասին, ես կարծում եմ դեռ շատ երկար ժամանակ պետք է անցնի, որ մենք կարողանանք զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը բառի ուղիղ եւ իսկական իմաստով, բայց այդ իրար հասկանալու, դիմացինի էմոցիաների տակ փնտրելու, ինչի է այսպես խոսում, պատճառ ունի հաստատ, այդ ինձ օգնում է կարողանալ իրանց հետ միշտ պահպանել առողջ դիալոգը։ Միշտ ես շատ բաց եմ իրենց հետ։ Այսինքն հիմնական այն թիմերի հետ ուղիղ եմ շփվում, իհարկե հիերարխիայի հետ կապված կան շատ մարդիկ ում հետ ամենօրյա շփում չեմ ունենում, բայց այն մարդկանց հետ ում հետ ամենօրյա կամ շաբաթական կտրվածքով շփվում եմ, ուրախ եմ, որ կա այդ դիալոգը բաց։ Ես շատ բաց եմ ֆիդբեքներ տալու եւ լսելու առումով, ու դա նաեւ շատ դուր է գալիս երեխեքին, ու իրանք գիտեն, որ պետք է խոսեն, եթե ինչ-որ բան այնպես չի իրանց աշխատանքային կյանքում, որովհետեւ եթե ես չեմ խոսում, ես առնվազն չեմ ենթադրում, որ իմ խնդիրը պետք է լուծվի։ Ես առնվազն օքեյ եմ ստեղծված իրավիճակի հետ, այսինքն եկած օր մեկից իրենք լսում են եւ տեսնում են, որ հարցերը
լուծվում են խոսելով, երկխոսության միջոցով։ Հետաքրքիր պարադոքս է ստացվում, որովհետև դուք աշխատում եք ավելի շատ, չգիտեմ, բալանսը ոնց է պահվում, հա, բայց ավելի շատ Gen Z-երի հետ, իսկ ես իմ աշխատանքային կյանքում ավելի շատ աշխատում եմ միլենիալների հետ, լինելով Gen Z-ի ներկայացուցիչ։ Իհարկե ես այդ սահմանին եմ միլենիալների եւ Gen Z-ի, բայց չեմ կարող նաեւ չասել, որ միանշանակ իմ մեջ ես ինքս էլ տեսնում եմ Gen Z-ի եւ մտածողությունը եւ հոգեբանությունը եւ ինչու ոչ արագ ադապտացիան ցանկացած բաների եւ այս մասով ես ինքս էլ շատ եմ մտածել, որպեսզի այսպես փոքրիկ անոնս անեմ։ Արդեն 5 տարի է ես զբաղվում եմ production-ային բիզնեսով, նկարահանումների եւ անիմացիաների ծառայություն ենք մատուցում եւ այնպես է ստացվել, որ իմ թիմակիցները, գոլեգաները բոլորը ինձնից մեծ են եւ ավելի շատ միլենիալներ են եւ շատ ժամանակ այդ խնդիրն էլ կա, որ նրանք շատ ավելի դժվար են ադապտացվում նոր փոփոխությունների, նրանք ավելի շատ դժվար են սովորում եւ դուրս գալիս իրենց ստանդարտներից եւ կոմֆորտ զոնայից։ Ես կոմֆորտ զոնային բացարձակ չեմ վերաբերվում, այսինքն ամեն մարդու որոշումն է ունենալ իր կոմֆորտ զոնան, իրեն լավ զգալ, իր հարմարավետությունն ունենալ, բայց նաեւ տեսնում եմ, որ այս արագ փոփոխվող աշխարհում դա շատ մեծ մարտահրավեր է, ու եթե դու չփորձես նախ ինքդ քեզ վրա աշխատել, արագ ադապտացվել, փոփոխվել, ապա դու ինչ որ պահից սկսած լինելու ես ոչ մրցունակ մի մարդ եւ մասնագետ, որ ուղղակի ոչ աշխատանք է գտնելու, ոչ ինչ որ նոր փոփոխություններ է անելու։ Եվ ինձ միշտ շատ դուր է եկել այս համագործակցության ֆորմատը, որովհետև շատ ինձ դուր է եկել փորձառու մարդկանց հետ աշխատել, իրենցից շատ բաներ սովորել, որովհետև մեր դասիրակության մեջ միշտ նստած է, չէ, եղել նաև այդ պահը, որ միշտ մեծից մենք սովորում ենք, բայց հիմա դարը նաև փոխվել է այնպես, որ այո, մեծերն էլ փոքրերից են շատ ժամանակ սովորում, որովհետև այստեղ կա այդ մրցակցային առավելությունը, դա սոցցանցերն են, նորագույնս տեխնոլոգիաներն են, թրենդերն են, որոնց չասեմ մեծահասակներ, հանկարծ ինչ որ մեկին չվիրավորեմ, բայց baby boomer-ներն են, որոնք ոչ չեն, ավելի քիչ են հիմա մեր աշխատաշուկայում, այսինքն խոսում ենք միլենիալների մասին, ովքեր հիմա հիմնական կիսում են աշխատաշուկան Gen Z-երի հետ։ Աշխատաշուկայում հիմա միլենիալներն ու Gen Z-երն են։ Կգան մի 5-10 տարուց ալֆաները։ Ինձ համար էլ մեծագույն բարդություն է եղել այն, էլի խոսելով վախերի մասին ասեմ, որ շատ դժվար եմ ես կարողացել իմ ավելի տարիքով մեծ, ավելի ավագ գործընկերներին ասել, որ մենք այլևս պետք է չաշխատենք իրար հետ, որովհետև այստեղ տարիքային մեծ բախում կա, իհարկե իմ այս кейսերից գուցե շատ այդպես տարածված кейս չլինի, բայց ամեն դեպքում ես միշտ ունեցել եմ եւ այդ վախը, եւ այդ անվստահությունը, այդ մտահոգությունը ոնց պիտի ասեմ, ախր հասկանում եմ, նաև այստեղ այն պահն է ինձ մոտ եղել, որ իմանալով, որ օրինակ իմ գործընկերը ունի վարկեր, ընտանեկան հարցեր եւ այլն, միշտ մտածել եմ, որ բայց եթե ես մարդուն ասեմ, որ մենք այլևս չենք համագործակցելու, բա ինքը ինչ պետք է անի, եւ հետո ինչ որ մի պահից սկսած հասկացել եմ, որ չէ, երևի դա էլ է սխալ մոտեցում, որովհետեւ իմ էմպաթիայից տուժում է գործի որակը եւ այստեղ պետք է առաջնահերթությունները հստակ սահմանել եւ որ ամենակարևորն է անձնականը չխառնել գործնականին, որը ամենաշատն է լինում, չգիտեմ, ձեզ մոտ կարծում եմ դուք էլ հաստատ հանդիպած կլինեք այս օրինակին, որ աշխատանքային process-ները, վեճերը, բանավեճերը կամ թեկուզ եւ այդ աշխատանքից հեռացման process-ները մարդիկ միշտ անձնավորում են, որի հետ ես միշտ ունենում եմ բախումներ եւ էլի խոսելու միջոցով փորձում եմ բացատրել, որ չէ, խնդրում եմ մի անձնավորեք, որովհետեւ որպես անձ ես բնավ չունեմ ոչ մի կռիվ, ոչ մի բան ձեզ հետ, բայց եթե ունենք աշխատանքի որակի վատթարացում, այստեղ ուզած պետք է հստակեցնենք, որովհետեւ գործը կարևոր է, պրիորիտետները հստակ են։ Հետաքրքիր է միլենիալների հետ ձեր համագործակցությունը ոնց է լինում։ Դե կխափեմ, եթե ասեմ, որ ավելի հարթ եւ օրգանիկ չի գնում բնականաբար իմ սերնդակիցների հետ ավելի այդպես սինխրոն ենք աշխատում, բայց նորից, քանի որ ես տեսնում եմ եւ ընդունում եմ եւ ընտրովի վերցնում եմ որոշակի Gen Z-ական վարքագծեր եւ ընդունում եմ, որ դրանք ճիշտ են աշխատավայրում, ինձ մոտ չկա մեծ մարտահրավեր իրենց հետ աշխատելու։ Կան փոքրիկ բարդություններ, որոնք նույնիսկ ինձ մեկ-մեկ դուր են գալիս այդ սերունդների բախումը, բայց
Տարիներ շարունակ ինքս իմ մեջ զարգացրել եմ հմտություն չվախենալ ասել ոչ, ու ես այդ մասին նաև շատ եմ խոսում իմ բլոգում, որ ոչը դա ամբողջական նախադասություն է եւ իր մեջ չի պարունակում մեղքի զգացում, որովհետեւ կանայք շատ դժվար են ասում ոչ, որովհետեւ ոչը դա կրիտիկական եւ սխալ եւ սուր նախադասություն է, հա։ Փորձում են ասել ոչ տակից անպայման դնելով, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացիր, խնդրում եմ սա մի անձնավորիր, այսինքն կանանց այդ անդադար բացատրվելու մոլուցքն է եւ ընդունված ու հասկացված լինելու մոլուցքն է, որ չի թողնում կանանց առաջ գնալ, որտեղ միևնույն է իրենք կարծում են, որ պետք է լինեն լավը, պետք է լինեն հարմար բոլորի համար, բոլորի հարմար մարդիկ միշտ ունենում են բարդ ներքին հոգեբանական խնդիրներ ու բախումներ, որովհետև իրենք ինչ որ մի օր հասկանում են, որ այդ որոշումը իրենց համար չեն կայացրել, որ այդ որոշումը, որ կայացրել են, հաշտ չեն այդ որոշման հետ, նշանակում է դա իրենց որոշումը չի եղել։ Դա եղել է հասարակության, սիրելի մարդկանց, գործընկերների, գոլեգաների, ղեկավարների ազդեցության ճնշման տակ կայացրած որոշում, որը մի պահ իրեն թվացել է, որ իրն է։ Ստեղից է գալիս այդ, որ չեմ կարողանում աճել, որովհետև ոչը դա դատավճիռ չէ, մահապատիժ չէ, ոչը դա անձնական եւ գործնական սահմանները ճիշտ գծելու մասին է։ Կարող եմ մի վայրկյան մի հատ մտնել մի բան ասել, ոչ չես կարող, այս պահին ես ունեմ առաջնահերթություն եւ կենտրոնացած օրինակ նայում եմ որևէ պայմանագիր կամ գրում եմ որևէ կարևոր նամակ։ Օրինակ վատն է այս նախադասությունը եւ սուր է եւ տհաճ է լսել աշխատակցինս ձեզ։ Բնականաբար տհաճ է, ես գնացի շտապ իմ հարցով ասացի մատ կորամ, ասեց ոչ, ես զբաղված եմ, բայց եթե դու չսահմանես ինքդ քո եւ քո գոլեգաների համար խաղի կանոններ, դու դառնում ես ամեն ինչով անընդհատ զբաղվող մարդ, ով չունի իր առաջնահերթությունները։ Հիմա ես վատն էի, թե ես լավ առաջնորդ էի, որովհետև այդ պահին շատ կարևոր թիմի համար առաջնային պրոյեկտի մեծ կտորով էի զբաղված։ Ես կարծում եմ, որ լավն էի։ Լիքը մարդ կարծում է, որ ոչ, սուր էր, կոպիտ էր միգուցե, չլսեց ինձ միգուցե։ Okay, ես այնտեղ չեմ սիրված լինելու համար։ Ես այնտեղ եմ արդյունք տալու համար։ Ինձ սիրում են իմ ընտանիքի անդամները եւ իմ մոտ ընկերները եւ դա ինձ բավարար է։ Այդ մոլուցքը աշխատավայրում պետք է սիրեն ղեկավարին։ Ղեկավարին պետք է հարգեն, ղեկավարին պետք է վստահեն, որ տանում է իրենց ճիշտ ճանապարհով, վերջակետ։ Եթե սիրում են ղեկավարին, դա բոնուս է։ Դա բոնուս է, պետք է շնորհակալ լինեն դրա համար, բայց ձգտել անընդհատ սիրված լինել բոլորի կողմից քանդում է քեզ ներսից, ստագնացիա ես հանդիպում որպես ղեկավար, որպես առաջնորդ։ Աշխարհի պատմությունը նայենք, ամենահանճարեղ առաջնորդներին բոլորին սիրել են։ Ոչ։ Չեմ վախենա ասեմ, որ հակառակը մեծ մասի չեն սիրել։ Բայց նրանք տաղանդավոր առաջնորդներ են։ Հիմա ես չեմ ուզում այդ շատ մեծ կրիտիկական համեմատություններ անեմ, բայց այդ իմ որոշումն է, ինձ պետք չի սիրված լինել բոլորի կողմից։ Ինձ պետքա որ ինձ հարգեն եւ վստահեն, որ ես իրենց տանում եմ ճիշտ ճանապարհով։ Այդ պարագայում ես էլ եմ հաջողելու իրենք էլ։ Չկա իմ համար այլ ընտրանք, բոլոր այլ խաղաքարտերը արդեն խաղացած են։ Մամա լինելու քարտերը խաղացած են, անդադ բոլորի մասին հոգ տանելու խաղաքարտերը խաղացած են։ Ես կանեմ դու բրնաութի մի գնա, չի տեղավորվում արդեն որևէ իմ առաջնորդության տեսլականի մեջ նման բաները, բայց արել եմ, բնականաբար արել եմ դրանք ու սխալվել եմ, հասկացել եմ, որ սխալ եմ։ Եղել եմ նաև շատ ավտորիտար եւ սուր տարիներ առաջ։ Սխալվել եմ ու նորմալ է, որ այդպես եմ եղել, որտեվ ես չեմ ունեցել առաջնորդության փորձ, ես կերտել եմ, չէ, այդ ճանապարհը ու փորձը ձեռք եմ բերել նաև սխալների միջոցով։ Այո, ես շատ էի, թիմը քիչ։ Հիմա ինձ թվում է, որ լոկալ են թիմում, որտեղ ես ամեն օր աշխատում եմ, թիմը շատ է, ես քիչ։ Ես իմ իդեալական առաջնորդության մոդելին եմ արդեն եկել։ Ու դրա համար տեսեք, քանի տարի աշխատանք է պահանջվել, այո, շատ մեծ փորձառնություն եւ տարբեր բաներ փորձելու, ճիշտ ու սխալը հասկանալու արդյունքում եկել եմ, որ սա է ճիշտը, պետք է ազատ գործեն, ազատ աշխատեն, դու իրենց ոնց որ քոուչը ոնց է տրեյները, ինքը չի խաղում, չէ, մարզադաշտում։
ինքը չի խաղում, բայց ոնց է խաղում թիմը, դա իր ազդեցությունն է եւ պատասխանատվությունն է, ինքը չի հիմա ես արդեն մի քանի տարի է ես առաջնագծում չեմ խաղում, ես թողում եմ թիմը խաղա եւ թիմը վերցնի այդ դափնիները եւ հաջողության ոնց որ բաները, հա բնական է որ հետևում ես եմ, բայց արդեն տարիներ շարունակ ինձ պետք չի լինել սենյակում ամենափայլող աստղը, հակառակը պետք է փայլեն քոտակի մարդիկ, որտեվ իրական առաջնորդը նախ այո ազդեցություն ստեղծողն է եւ երկրորդը երբ իր տակ մարդիկ աճում են եւ զարգանում են իրենց լավագույն տեսակն են դառնում թե որպես մարդ թե որպես աշխատակից դա է լավ առաջնորդության հիմնական արդյունքը դրա համար ոնց որ նաեւ ես ունեմ ինքս իմ առաջ դրած մարտահրավեր երբեք չեմ վերցնում աշխատանքի այսպես առանց կարծիքի մարդկանց առանց մտքի մարդկանց առանց իրենց ասելիքը առաջ տանող մարդկանց տպավորություն կլինի բայց ինչի որովհետև ինձ մտքով մարդիկ են պետք ինձ հետ վիճող մարդիկ են պետք տարակարծություն է պետք դե շատ ղեկավարներ խուսափում են այդպիսի աշխատակիցներ ունենալուց որովհետև տեսնում են մրցակից ես դա շատ եմ նկատել որ տեսնում են մրցակից աշխատակցի մեջ որ իրականում շատ անիմաստ եւ անիմաստ վախ է միգուցե հիմնավորված իրենց մասով, որտեղ ստեղ մենք խոսում ենք արդեն թույլ ղեկավարների մասին։ Ու այո, իրենք շատ են աշխարհում էլ, մեզ մոտ էլ շատ են թույլ ղեկավարները, ովքեր վախենում են իրենց դիրքը կորցնելուց եւ դրա համար անընդհատ ստվեր են գցում այլ մարդկանց վրա, իրենց մարդկանց վրա։ Այս թիմերը երկար չեն կարողանում լավ perform անել։ Իրենք այրվում են շատ շուտ, որովհետեւ գործում է տիրում է վախի մթնոլորտ, տիրում է ես եմ այստեղ ղեկավարը մթնոլորտ, իսկ այդ նախադասությունը ասողը արդեն ղեկավար չի իմ աչքերում, ես եմ որոշում կայացնողը, տեքստը բարձր ասողը ինձ համար ղեկավար չէ, եւ ես այդ մասին շատ եմ խոսում։ Բայց ցավոք շատ կան այդպիսի ղեկավարներ եւ դատելու չի, քննադատելու չի, դա իրենց մոդելն է, դա իրենց որոշումն է։ Իմ որոշումը եւ իմ ճանապարհը այլ է, որը այո եղել է ժամանակ, որ ես եղել եմ այդպիսի ղեկավար, բայց իմ հաջողությունն ու առավելությունն այն է, որ ես դա հասկացել եմ եւ շատ շուտ շտկել եմ դա։ Ասել եմ, «Էս ինչ ես անում, ես մարդիկ լուր են, դու խոսում ես, ասում ես, այսպես պիտի անենք, այնպես պիտի անենք, գնում են անում են, բայց եթե դու սաղ կյանք պետք է ասես ոնց անեն, ո՞րն է քո իմաստը այս ընկերությունում, անդադ ասել ոնց ինչ պետք է անել»։ Չէ, դու պետք է գծես ճանապարհին վառես այդ լույսերը, որ մարդկանց հեշտ լինի քայլել, բարբերաբար գնալ օգնել, վերցնել ձեռքից մի բանը տանել, դա է քո առաքելությունը այս ընկերությունում, ոչ թե անընդհատ ասել ինչ անել։ Վերջերս ընկերներիցս մեկը ընդունվել էր նոր աշխատանքի եւ սկզբնական փուլում կոմունիկացիան ղեկավարի հետ եղել էր անունով դիմելու միջոցով։ Երբ որ արդեն ընդունվել էր աշխատանքի, ղեկավարը խնդրել էր, որ ընկերուհիս իրեն դիմի, հա, պայմանական անուն եմ ասում, պարոն Պետրոսով եւ քանի որ մեր Gen Z-երը նման բաներին շատ այսպես հումորով եւ ինչ որտեղ նաեւ շատ ահա այլ հայացքով են վերաբերվում, դա իհարկե քննարկեցինք մեր ընկերական շրջապատում, ինչ որտեղ նաեւ այսպես հումորով վերաբերվեցինք։ Իհարկե թող հիմա ոչ մեկ չնեղանա մեզնից, որովհետեւ օքեյ կարելի է այնպես կազմակերպել, որ հիերարխիան պահպանվի, բայց իմ կարծիքով ժամանակակից աշխարհում, երբ որ դրվում են հատուկ սահմաններ, որ այստեղ ես եմ ղեկավար, ինձ պետք է դիմել ընկեր Պետրոս, ընկեր Մարտիրոս անուններով, ինձ թվում է դա աշխատանքային process-ն է շատ ֆորմալացնում եւ թեկուզ այդ նույն կարծիք հայտնելը, այդ ավելի ընկերական եւ ավելի, չասեմ ընկերական, բայց ավելի բաց հարաբերությունները, որոնք կարող են աշխատանքին տալ ավելի մեծ արդյունք, մի տեսակ մարդուն սահմանափակում են։ Եվ անընդհատ այդ քննարկումը կա, որ փաստորեն դեռ ժամանակակից ընկերություններում, այսպես ժամանակակից թվացող ընկերություններում նման կառավարման մոդելներ կան, որոնք իրականում շատ ազդում են եւ վատ առումով են ազդում պրոդուկտիվության վրա։ Եվ առնվազն զավեշտալի են, ասեմ, ոչ միայն Gen Z-երի համար, այլ միլենիալների համար։ Վաղուց փոխվել են ժամանակները եւ հարգանքը այլևս ազգանունով դիմելու մասին չէ։
իրոք ես էլ եմ մեկ-մեկ հիմա դրան բախվում եւ իրականում զավեշտալ է ինձ համար, ոնց որ չեմ կարող դա նույնիսկ մեկնաբանել, թե ինչքան անընդունելի է այդ մոդելը ինձ համար։ Մի քիչ էլ խոսենք էլի այդ ոչ ասելու արվեստից, որը կարծում եմ արվեստ է ու որը պետք է սովորել։ Շատ դժվար է ոչ ասելը, հատկապես կանանց համար, եւ շատ դժվար է նաեւ ոչը լսելը, մերժվելը։ Ու մենք վերջերս շատ խոսում ենք ձախողումներից, շատ տենց էլի տրենդային թեմա է, բայց չենք խոսում այդ հիմնական գաղափարից, թե ինչպես ենք մենք հասկանում կամ ինքներս ինչպես ենք ընդունում այդ մերժումները, ոչերը, ձախողումները ու ինչպես ենք կարողանում դրանից առավելագույն արդյունք քաղել։ Հետաքրքիր է դուք ձեր ճանապարհով, հա, արդեն խոսակցության ընթացքում էլ պարզ դարձավ, որ դուք եւ ձեր ձախողումներն եք ընդունել եւ ձեր սխալներն եք շատ լավ ընդունել եւ ինչ որտեղ նաեւ հաշտեք ձեր սխալների հետ եւ չեք վախենում դրանցից խոսել։ Հետաքրքիր է ինչ խորհուրդ կտեք այ երիտասարդ ղեկավարներին, որպեսզի իրենք իրենց ղեկավարման ընթացքում կարողանային գալ այդ կետին, որ սկսեին ավելի հեշտությամբ եւ ոչ ասել եւ նաեւ ընդունել ոչը։ Իրականում շատ դժվար եւ պատասխանատու գործ է խորհուրդ տալը։ Հատկապես այս նոր եկող սերունդներին, որտեվ իրենք ամեն ինչ ինձ թվում է ճիշտ են անում։ Խորհուրդ կտամ նախ առաջին հերթին ընդունել վախերը, ապրել դրա հետ, այդ շատ կարևոր է։ Միշտ իրանք կան, համարձակ լինել եւ ինքնավստահ լինել, որտեվ ինքնավստահությունը արդեն գործի կեսն է։ Իսկ չի ասելու ճանապարհը շատ դժվար ու երկար է։ Դա մի օրում եւ մի խորհրդով չի լինում։ Պետք է իրենք ինքները գան այն փուլին, երբ որ հասկանան, որ լղոզվել են իրենց սահմանները, իրենց առաջնահերթությունները, միայն նրա պատճառով, որ իրենք չեն կարողանում մերժել բոլորին։ Եվ դա իրենց վրա ազդում է ու արդեն եկել են կետին, որտեղ հարց ունեն դրա հետ, խնդիր ունեն դրա հետ, որովհետև քանի դու դրան չես բախվում, դու չգիտես թե ինչ հրաշալի է ոչ ասելը։ Դու չգիտես թե ինչ game changer է ոչ ասելը։ Դա ուղղակի հիմա բառեր են իրենց համար, որովհետև իրենք այո, քեզ կօգնեմ, իմ գործը կթողեմ, հա քեզ օգնությունա պետք անեմ, ինչա պետք, արի միասին ենք, արի ուսիս լացի, արի մենք հոգեբաններ չենք աշխատավայրում, իրար մամա երեխա չենք, նույնիսկ մոտիվատորներ չենք, էլի, մենք գալիս ենք միասին, արդյունք ենք ստեղծում, ղեկավարը ստեղծում է միջավայր, որտեղ քեզ լավ է, հարմար է, լարվածություն չկա, օդը լավն է, օդում կախված է, ճնշում, լարվածություն չկա, դու քո լավագույն տեսակն ես այստեղ կարողանում լինել, վերջ արդյունքը տվեցիր, գնացիր, մենք մի մեծ համերաշխ ընտանիք չենք աշխատավայրում, մենք մի մեծ համերաշխ թիմ ենք եւ կոլեկտիվ ենք, որոնք համագործակցում են X պայմաններով, որը լավ է թե աշխատակցի համար, թե ղեկավարի համար ստեղծում ենք արդյունք, բայց անընդհատ լինել այդ շշի բարակ տեղը, հա, անգլերենում շատ լավ բա bottleneck, որտեղով անցնում է ամեն ինչ, շատ պրոբլեմատիկ է, որտեղ դու հասկանում ես, որ դու ամենտեղ ես եւ ոչ մի տեղ։ Դա ամենասարսափելի զգացողությունն է։ Այ այդ հենց գա այդ գիտակցումը կսովորենք կամած մերժել, ասել ոչ։ Այո, տհաճ է ոչ լսելը, իսկ ով է ասել եւ ով է խոստացել, որ ամեն ինչ պետք է լինի հաճելի եւ ամեն ինչ պետք է լինի հեշտ։ Ինչ որ մեկը մեր կարիերա սկսելուց եկել ասել է, կամ մենք ինքներս մեզ ասել ենք, շատ հեշտ ու հարթ է լինելու քո ճանապարհը։ Ով էր խոստացել, ոչ մեկ։ Դա քո ընտրությունն է, դա քո որոշումն է, բարի եղիր պատասխանատվություն կրել քո որոշումների համար եւ չբողոքել։ Եթե դու միլենիալ ես, օրինակ, ու որոշել ես մինչև ժամը 1000 աշխատել, չնայած որ չունես դրա գնահատականը, չունես դրա ոնց որ համապատասխան արձագանք ընկերության կողմից, խնդրում եմ, մի ներկայացրու այսպես ասած բողոք ընկերությանը, դա քո որոշումն էր, քեզ ոչ մեկ չէր խնդրել դա անել։ Այսինքն կա նաև սա, չէ՞։ Դրա համար ոնց որ չգիտեմ ինչ խորհուրդ տամ, պետք է գան այդ կետին, չեմ կարող խորհուրդ տալ, շատ անշնորհակալ բան է հիմա խորհուրդ տալը։ Պետք է գան այդ կետին, որտեղ տեսնեն, որ իրենք լղոզվել են, մերվել են, անհետացել են, իրենք իրենց համար ներկա չեն ու այդ կետից կսկսի ինձ թվում է։
Շնորհակալ եմ։ Իրականում շատ երկար կարող ենք զրուցել, բայց քանի որ ունենք ժամանակային սահմանափակում, այսքանով փորձեմ եզրափակել եթերը։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Դե իմ սիրելի ունկնդիրներ, դուք դիտում եք Գործարար ալիքի եթերում 2x հաղորդաշարը եւ իմ հյուրն էր Երևան Մոլի փոխտնօրեն, բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը։ Կհանդիպենք։